Բարև ձեզ, իմ զրուցակիցը рэփեր Ֆեկան է։ Ձեր երգացանկից ձեր ամենասիրելի երգը Կաստիլով երգն է, մենք մի անգամ էլ ենք զրուցել։ Մանկությունից սկսած այնպես է ստացվել, որ ձեզ ուղեկցել է ձեռնափայտը, Կաստիլը, բայց դուք կարողացել եք տարբեր փորձությունների միջով անցնել, ունենալ այն ինչ որ ունեք գեղեցիկ ընտանիք, ունեք կարիերա, ունեք 2 երեխա։ Ամենաբարդը ինչն էր այս ճանապարհին։ Տնտես բարձությունների չեմ առնչվել։ Թե հիմա բախտի բերմամբ, թե ընտանիքի շնորհիվ, թե չգիտեմ ինչի, բայց ես այդ երգը հիմնականում գրել եմ իմ նման մարդկանց համար, որտեղ շատ մարդիկ կոմպլեքսավորված են։ Ես գիտեմ լիքը հաշմանդամություն ունեցող մարդիկ, որ կարող են շարժվեն, բայց դուրս չեն գալի տնից։ Ես տենց բաներ այդ ժամանակ 2016 տելի 17 թիվն էր այդ երգը որ անեցի։ Այդ ժամանակ ավելի շատ կոմպլեքսներ ունեին հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Դրա համար եմ այդ մեսիջը ուղարկում սաղին, որ մարդը կապ չունի հաշմանդամա, թե ֆիզիկական ինչ-որ սահմանափակ կարողություններ ունի, ус մարդ ես, դու կարաս ազատ լինես, կարաս ստեղծագործես, ոչ մեկից էլ պակաս չլինես։ Դրա համար այդ երգը գրած։ Ես հիշում եմ մեր նախորդ զրույցի ընթացքում դուք հետաքրքիր բան ասացիք, որ քեզ կընկալեն այնպես, ինչպես դու ինքդ քեզ կընկալես, անկախ նրանից դու հաշմանդամություն ունես, թե չունես, կան բազմաթիվ մարդիկ, որ չունեն հաշմանդամություն, բայց հոգեբանական այնպիսի խնդիրներ ունեն, այնպիսի կոմպլեքսներ ունեն, որ դիմացինը էլի կարող է իրեն ոչ լիարժեք ընկալել եւ դու կարող ես ունենալ հաշմանդամություն եւ միշտ այդ մտքին է մնալու, որ դու քեզ հիվանդագին ձևով չընկալես քեզ, ռեալ դու քեզ ոնց կզգաս, ոնց կվերաբերես, ասես նես չէ, քնի ձարտնես, ասես ես Մայքլ Ջեքսոնն եմ, սաղ կասեն դու Մայքլ Ջեքսոնն ես, չէ, ուղղակի դու քեզ ոնց զգում ես, քո ներսումը տենց էլ դիմացինը տնկալելու է, որտեղ վետի տենց քո հայացքում, քո ամեն ինչում արտացոլվում է, թե դու ոնց ես քեզ զգում, ոնց ես քեզ վերաբերվում, սիրում ես քեզ թե չես սիրում, դա շատ կարևոր բան է։ Փոքր մանրուք է թվում, բայց տես չի, որտեղ այդ քո խոսքի մեջ, քո ձենի մեջ, քո հայացքի մեջ արտացոլվում է, ոնց ես քեզ զգում։ Դիմացինը դե լետի զգում է ենթագիտակցորեն, ես չի ինքը մտածում է, տենաս էս տղեն յան ոնց է զգում, ես էլ տենց վերաբերվում, չէ, դու զգում ես, պրոստը էներգիա է, դու զգում ես։ Ես հիշում եմ, որ միասին նայում էինք տեսագրությունը ձեր մանկության տարիների եւ դուք հետաքրքիր բանի ուշադրություն հրավիրեցիք, ասացիք երեխաները ինձ հետ խաղում են ու կաստիլներից չեն էլ նայում, դեմքիս են նայում։ Նույնիսկ ֆուտբոլ էիք խաղում միասին։ Ես դե որ հարցրեցիք, մոտ բան հիշեցի։ Մի տարիներ առաջ ես ու ընկերս գնում տեղ էին գնում իր ավտոյով։ Կանգնած խանութի մոտ իջավ ու առաջ անցավ արագ, որ գնա խանութ, մոռացել էր։ Թեքվեց ասեց հոդու ինվալիդ բառը ասեց, ճիշտ է, չեմ սիրում այդ բառը, բայց ասեց հոդու ինվալիդ չես, մի քիչ շուտ իջի ու դա լրիվ լուրջ էր ասում։ Ինքը լրիվ մոռացել էր, որ ես կաստիներով եմ քայլում։ Ինքը այդ ընկալումը նենց է մեր մեջ եղել շփման, ինքը դաժե այդ փաստը մոռացել էր։ Հետո ասեց օր ոյ ես ինչ եմ ասում ու ծիծաղաց, էլի, ուզում ասեմ ոնց դու քեզ կպայես, տենց էլ հետագան կյանքդ կդասավորվի, էլի ոնց կզգաս քեզ։ Եթե երեխու մեջ ֆոկուս կոմպլեքսներ են մտցնում, օրինակ կինա տենում ինչ որ հաշմանդամ երեխու դուս ասում է, «Ֆա ինչ մեղ կա» ու բարձր ասում օրինակ։ Այդ երեխան որ լսում է, այդ իր մեջ արմատանում է, որ ինքը շատ պակաս է, էլի սաղից մեղ կա ինքը։ Բայց ես տենց բաների որ չեմ հանդիպել, ես ինքս չեմ էլ մտածել, որ հաշմանդամ մարդը տենց ինքը տենց այնքան պակաս է, որ մեղ կա, օրինակ, ես տենց չեմ մտածել։ Ես շատ տեսել եմ առողջ մարդկանց, որ մեղք են, ավելի ասենք քան թե հաշմանդամ ունեցող էլի։ Մարդու ինքը իրան ոնց կընկալի իմ կարծիքով ընտանիքն էլ կապ ունի, այդ ամեն ինչի հետ կապ ունի, ընտանիքը, շրջապատը։ Ամեն դեպքում չեն եղել ռեպլիկներ, որ խոցել են քեզ։ Մարդիկ երբեմն կարող են նաև սրտացավորեն վնասել, չէ, իրենց թվա թե սրտացավություն են դրսևորում, բայց այդ ինչ չի խոցում տենց բաները։ Ես ինքս ինձ ճանաչելով, եթե ինչ որ մեկը տենց ինչ որ արտահայտություն աներ, թեկուզ սրտացավ, բայց ինձ այդ չէր խոցի, հակառակ այդ ինձ մոտիվացնում է, որ ես ապացուցեմ ինձ էլ այդ մարդուն է, որ տենց չի։ Այդ ինձ ավելի շատ կմոտիվացներ։ Ես հաստատ ինքս ինձ ճանաչելով կարամ ասեմ, էլի։ Հիշեցիք, արդեն դուք եք պատմել, որ երբ աշխատանքի մասին է խոսք գնում, ասում են, որ դե գոնե մի բուտկա լինի, նստես ինչ որ։ Այդ ինձ են ասել։ Այդ հենց ինձ էլ ասել են, այդ ձեր ասած ուրեմն ռեպլիկներից մեկն է հենց։ Փոքր էի, մի 7-6 տարի, 7 տարեկան առաջ դասարան երևի։ Մի հատ կին էր հիշում խոսակցության ժամանակ, վայ թե տնեցիկից մեկին էր ասում, իմ ես էդ էի։ Բա ոնց է լինելու, այս երեխան գոնե մեծանա, մի հատ բուտկա ալի, նստի մի բան ծախի բան։ Այդ ինձ իմ հասցեին էր հիշում։ Ինձ ավելի շատ մոտիվացել է, որ հիմա էլ հիշում եմ, ես ընկճվելու բան չեմ տեմ, այդ մարդկանց մտածելակերպը տենց է եղել այդ ժամանակ։
Գիտեմ, որ սրտացավ ասե, բայց այն ժամանակը ցույց տվեց, որ բուտքում չեմ նստած էլի։ Ձեր մայրը մասնագիտությամբ հոգեբան է, որտեղ ամեն ինչ ընտանիքից է գալիս, հավանաբար ընտանիքի ներսում, որ դա չի եղել, արդեն դուք էլ ստեղծել եք այնպիսի միջավայր ձեր շուրջը, որ դրսում էլ դա չի եղել։ 15, թե 16 տարեկան եմ եղել, որ մաման հոգեբանադառ է մասնագիտությամբ։ Ես չեմ կարծում, որ այդ կապ ունի։ Ես ավելի շատ ճիշտն ասած պապայի մոտիվացնելուց եմ սենց ինքս ինձ ընկալ է փոքրուց, քան մամայի։ Մաման շատ ամեն ինչ կյանքն է զոհել, այլ ասել իմ համար, որ ամեն ինչ լավ լինի, բայց դաստիարակչական բաներ կա, որ պապան խոսակցություններ, արտահայտություններ կա շատ լավ, մինչև հիմա տպված է իմ մեջ, որ ինքն է ինձ տենց արտահայտություններ կա, որ տենց ասում են տպվում է մեջը, տես կոնկրետ կարող է չհիշեմ բառ առ բառ, բայց ինքն է անենց արել հիմնականում, որ ես ինձ չեմ զգացել ինչ որ տենց ընկճված կամ որ ես ինչ որ sense պակաս եմ տարբեր եմ ինչ որ բանով մեղք եմ ես կոմենկում այդ ինձ թվում է ավելի շատ պապայից է գալի Ray Charles ֆիլմը նայել եք Ճիշտն ասած չէ ուզում եմ նայեմ ժամանակ էլ չեմ գտնում Այնտեղ մի հետաքրքիր դրվագ կա որ եւ շատ հուզվում ես եւ հասկանում ես որ ամեն մեկը չի որ կարող է այդպիսի մոտեցում ունենալ փոքր ժամանակ Ray Charles-ը ընկնում է մայրը տեսնում է որ ընկավ այդպես արտասվում է կանչում է մորը մայրը ձևացնում է որ չի լսում որ ինքնուրույն կանգնի մի կողմից հասկանում ես որ եզակի մարդիկ կարող են այդպես անել որովհետեւ դու այդ բանը ռեֆլեքսորեն կուզենաս վազել ձեռք մեկնել Իհարկե հատվածը բայց իմ դեպքում այտենց չէր լինի միշտ ամեն ինչ ուզեցել են օգնել ծնողներս ընտանիքս որ ոչ մի բան հանկարծ այդպես պակաս բան չզգամ հակառակը էլ է ուղղակի տարբեր են էլի ընտանիքները տարբեր են մարդիկ տարբեր են միտեղ կարող է այդ անես աշխատի միտեղ կարող անես ընդհանրապես երեխան ասեն կոտրվի ես չեմ մտածում որ միանշանակ բոլորի դեպքում աշխատող բան է դա էլի Քանի տարեկան եք մեկնել Ֆրանսիա 20 երևի 20 Մեկնել եք այնտեղ հույսով, այսպես ասած, որ այնտեղ ավելի հարմար կլինի, հեշտ կլինի, հետո հասկացել եք, որ հեշտ կյանք չեք փնտրում։ Ճիշտն ասած, որոշումը իմը չի եղել, մաման համոզեց, չի ուզում էլի գնալ, ասեց բժշկության համար արի գնանք, որ այնտեղ դու միշտ բժիշկների եսկողության տակ կլնես, այնտեղ բժշկությունը նախ հետո անվճար է, այս կոմենկում։ Համել ստեղ աշխատանք չես կարող գտնես։ Ես էլ միշտ փորձում եմ մի բան գտնել, չէի կարող, դա պատճառը այդ էր։ Բայց գնացածս օրվանից այնց առաջի օրից հասկացա որ հաստատ ես չեմ կարող այդտեղ մնամ ու տենց տանջվել եմ մի 7 տարի 7 տարի մնացել եք ամեն բայց ամեն տարի 3-4 անգամ գալիս էի ոնց ասեմ ես ընտի մնալ չեմ համարում նույն բանն է ոնց որ ես գիտեմ գնամ ինչ որ Էջմիածնից Երևան ինչ որ տան մեջ նստեմ 7 տարի ես չեմ համարի որ ես գնացի Երևան էլի իմ համար այդքան է Ֆրանսիայում մնալ չի էլի ես դա չեմ համարում որ Ֆրանսիայում է ես այնտեղ Էֆելյան աշտարակն ինձնից ասենք մի քանի կիլոմետր հեռու եղի կյանքում չեմ գնացել մոտը նկարվեմ իմ սիրտս չի տարե չի կարող ասում են քել արի գնանք մի հատ նկարվի այսքան ժամանակ ասես մենք ինչի՞ սա պետք չի կարող էլի հոգեբանորեն իմ տեղը չէր ու ընդհանրապես ես մտածում եմ եթե իրապես Հայաստանը շատ սիրես իսկականից շատ սիրես ոչ թե հերվից ասես սիրում եմ ու չես կարող ուղղակի ուրիշ տեղ երջանիկ լինես որ տենց հաճելի լինի քեզ ապրել էլի ես համոզված եմ բայց հաշմանդամություն ունեցողների համար անհամեմատ ավելի հեշտ պայմաններ են չէ այնտեղ ես ինչու եմ անդադ բերում սրան որ հեշտ կյանքը միակ մոտիվացիան չի կարող չէ լինել մարդու կյանքի եթե հեշտության բանով չափեք էմոցիոնալ բաները թողնենք մի կողմ ապա կստացվի որ այնտեղ ավելի հեշտ էր բայց դուք դրան չեք որ ձգտում եք Ուրի մենակ հաշմանդամություն ունեցող ոչ հաշմանդամ հայերի համար էլ այնտեղ տենց ոչ աշխատում են ոչ բան թոշակով բանով երեխային ունենում տարբեր թոշակներ են ստամ օգնություն ուտելիք ձրի ես տենց պորտաբույծի կյանք չեմ կարող էլի ես չեմ մտածում որ ես պետք է նստեմ ինձ պահեն եթե ես կարող եմ մտածեմ կարող եմ շարժվեմ ինչքան ինձ հերիք է ես ուզում ինքս հասնեմ ինքս վաստակեմ ես չեմ կարող նստեմ սպասեմ ինձ ինչ որ ես իմ օտար պետություն պահի ինձ գնալու նպատակը այդ չի եղել էլի հասկացա որ չէ տենց չէ տենց ավելի վնաս կտամ հոգեբանորեն եթե դու միշտ վատ վիճակում ես կարող է ինչ որ մի հիվանդություն էլ ձեռք բերես ես տենց եմ մտածում եթե եղավ երջանիկ կյանք դա չի լինի տենց չէ ես տենց չեմ մտածում հայը օտար տեղ դժվար բան է դա Երբ վերադարձաք ինչ էիք զգում Վատ էի շատ հասկանում ես որ դու ֆիզիկական ոչ մի գործ չես կարող անես Միայնակ եք վերադարձել մենակ
Մաման ու քուրս ընդեղ են մինչև հիմա այդ։ Դե ես մտածում եի որ լավ կլինի, հույսս Աստծո վրա է, հենց սամալյոտի մեջ էլ հենց այդ գալուց ես գիտեի որ ահա որ դժվար կարող լինի ու ես հիշում եմ այդ օրը ես Աստծոց խնդրում էի մինչև իջնել ասում էի հիմա մի անգամ կխոսամ, մի անգամ կխնդրեմ քեզնից։ Հենց արա որ ես հասնեմ նրան ինչի համար որ գնում եմ Հայաստան, որ ես էլ կյանքում հետ չգամ Հայաստանից։ Խնդրանքս այդ ամենակեղը ինչը սաղ էլ տենում են որ կատարվել է հաստատ էլի, հենց չի մենակ իմ շնորհքն է Ստեղ Աստված էլ կա, իր գործոնն էլ կա, էլի, տենց հեշտ չի ամեն ինչ իրականում, բայց ես լրիվ զրոյով եմ եկել Հայաստան, ոչ մի բան չեմ ունեցել։ Մի քանի տարի հետո եք արդեն սկսել ռեփ կարդալ, թե անմիջապես։ Ես միշտ ռեփ եմ կարդած, ես 20 տարեկանից ռեփ էի կարդում։ Գնալուց առաջ էլ ռեփ կարդում։ Վերադարձաք ավելի ինտենսիվ սկսեցիք զբաղվել, ինչպես։ Հա, այնտեղ չկար մուսա, այնտեղ մոտիվացիոն էլ չկար, այնտեղ ես ինչ չէի զգում ռեփեր ֆեյքա ճիշտն ասած, այնտեղ ինչ որ երրորդ ազգ էի, որ տոնը նստած էի։ Ես տենց չեմ ինքս ինձ ընկալ է, այնտեղ ոնց որ ստեղ եմ ընկալում էլի, դրա համար համեստեղծագործող մարդու համար իր երկրից հեռու լինելը իմ անհնար է, տենց չի լինի։ Իմ դեպքում չի լինի տենց։ Ուրիշները չգիտեմ կավակարում են, ես չէ։ Ո՞րն էր այն պահը, որ դուք հասկացաք, որ հաջողությունը սկսել է ժպտալ ձեզ։ Առաջի քայլերից էլ գնահատել է ժողովուրդը, չգիտեմ, տարածվել է, սիրել են, հարգել են, ես նես չեմ զգացել, նես չեղի իմ դեպքում, որ sense տարիներով անեմ, եկել մի օր որոշեն, որ վայ ֆեկան, բայց չէ, միանգամից sense առաջի երկից էլ գնահատել են ժողովուրդը, սիրել են, հարգել են, ինձ այդ ամենակարևորը այդ է եղել այդ ժամանակ։ Չեմ զգացել sense կտրուկ վերելք, էլի։ Վերադառնալուց քանի տարի հետո նորից ամուսնացաք։ 2019-ին եմ եկել, 20 կամ 21 թիվներ։ Պարզապես ցավում եմ, որ հիմա ֆեկայի կինը կադրում չի երևում, որովհետև իսկապես գեղեցկուհի է Զարան եւ աղջիկը։ Ֆեկան նաեւ մեկ որդի ունի, որը Ֆրանսիայում է ապրում։ Կարողացել եք շատ գեղեցիկ ընտանիք ստեղծել։ Մի հետաքրքիր բան նկատեցի, որ վերջին ժամանակների երգերում հայհոյանք ավելի քիչ է, այսինքն ձեր մոտեցումները փոխվել են։ Հա, այս վերջի 4 տարին ընդհանրապես այդպես հայհոյանք չեմ օգտագործել։ Ամոթ հա, նախ Ես չեմ մտածում, որ ռեփը անպայման պետք է հայհոյես։ Ամեն ինչքան Աստծուն մոտենում ես, այնքան ավելի վախենում ես այդպես բաներից։ Հետո ես որ անիշ չի արհեստական որոշել եմ չհայհոյեմ։ Չկա այդ լեքսիկոնից մեջ դրա համար չկա հայհոյանք այդպես երկերի մեջ։ Ոնց մտածում ես, այդպես էլ պետք է գրես։ Ես այս 4 տարվա մեջ մտածում որ հայհոյանքը այդպես չի շատ լավ բան է, որ անընդհատ որտեղ ասնես ինչ ասես, հետո էլ երկերը շատ է տարածվում։ Սերունդը փոքրները կարող է շատ մտածեն շատ լավ բան է, ինձնից այդ սովորեն։ Հետո լավ բաները սովորեն էլի։ Դուք սոցիալական խնդիրների եք անդրադառնում, այսինքն մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին փորձում եք էմոցիոնալ արձագանք տալ։ Երկերը բոլորի համար է, ես որ սոցիալական հարցերել եմ անդրադառնում, այդ տարիք չի ճանաչում ուղղակի, ես իմ համերգին 55 տարեկան կին եմ տեսել։ Սայլակին նստած պատրաստից վերադարձած տղեկին։ Ես կտխրեի, որ ինձ լսեին մենակ տենց ինչ որ ջահելներ, մենակ ինչ որ չգիտեմ, տենց փողոցային կյանքով ապրող մարդիկ, օրինակ ես ոչ մի գիտեմ, ոչ մի բան չեմ, սաղ իմ հայրն են, սաղին սիրում եմ հավասար, թե կրթվածին, թե չկրթվածին, թե փողոցային կյանքով ապրողին, թե դասական, չգիտեմ, երաժիշտ, սաղին նույն ձև եմ վերաբերվում, բայց ես միշտ իմ նպատակն է, որ բոլորին հասանելի լինի ու ոչ մեկ լսելուց չհամաչի ինչա լսում։ Վերջին պատերազմից հետո հազարավոր հաշմանդամներ ունենք, բայց փողոցներում քիչ ենք հանդիպում իրենց։ Ինչ պիտի տեղի ունենա ֆեկա, որ դա փոխվի։ Այսինքն իրենք պիտի հիմա դուրս գային, աշխատեին, ամեն դեպքում շատ դանդաղ է այդ փոփոխությունը։ Դե ես առաջի ամենակարևոր փոփոխությունը, որ այն ժամանակ ինչ որ կարծրատիպեր կար, հաշմանդամության ցող տղուն աղջիկ չէին տալի։ Բայց ես տեսա, որ այդ ամենակարևոր բանը փոխվեց։ Շատերն են ամուսնացել ու արդեն երեխա ունեն, չէ՞։ Բայց փողոցների վերաբերյալ չգիտեմ, իրոք չկան նա փողոցներում դեն։ Ամեն դեպքում շատ քիչ է, եթե մենք տեսնենք թվերը, թե որքան տղաներ են այդպես վերադարձել, եւ նաեւ տարբեր աշխատավայրերում մենք իրենց չենք հանդիպում, այսինքն աշխատաշուկայում էլ մեծ իմաստով շատ ինտեգրում հավանաբար չկա։ Նաեւ աշխատաշուկան ամեն կերպ պիտի այնպես անի, որ փորձի ինտեգրել, գտնել միջոցներ, որպեսզի զբաղված լինեն, որպեսզի սոցիալական ակտիվ կյանքով ապրեն։ Կոնկրետ իմ համերգին օրինակ ես ասել էի, որ զինծառայողներին կամ պատերազմից հետո հաշմանդամ դարած մարդկանց անվճարելի մուտքը ու դրա համար շատ էին եկել։ Ու կոնկրետ ովքեր որ եկել էին, հետո ես շփվեցի, իրանք սաղել շատ լավ գործեր էին, իմիջայլոց, հա, ու ես կակրած այդ բաղով շատ ուրախ եմ, որովհետև ես ինչքան ծանոթ տղա ունեմ, որ հետա վերադարձել հաշմանդամ դարած, իրանք շատ լավ գործերի են ու իրանք չեն դժգոհում իրանց կյանքից։ Հա ինչ որ դուք ասացիք մի քիչ հիմար
զարմացա, որտեվ ես տենց չեմ տենում էլի։ Միգուցե մենք տեսնում ենք նրանց, ովքեր ակտիվ են։ Միգուցե այդ կարող է միգուցե գայս է իրանցից, իրանք են իրանց կոմպլեքսավորված, իրանց մեջ չեն կարող ուժ գտնեն, վերադառնան են հին կյանքից։ Տենում են, ինձ չթվում, որ ես իրանց ինչ-որ բան կոնկրետ պետք է ասեմ, որտեվ իմ ասելիքը սաղ երկերի մեջ է, ու ես գիտեմ, որ իրանք ինձ լսում են։ Պետք է ապրեն, պետք է կյանքը շարունակվում է, ես ուրիշ ասելու բան իրանց չեմ կարող մոտիվացնող հաստատ ասեմ, որտեվ ես իրանց համար պետք է հենց արդեն մոտիվացիա լինեմ, որտեվ ինձ ավելի թեթև վիճակով էլ կա մարդ, որ եկել է, կարող է էլի ինքը չի կարող վերադառնա բնականon կյանքի, հիասթափված լինի ամեն ինչից, կարա դա հաշմանդամության հետ կապ չունենա, կարա ուղղակի հիասթափված լինեն, չգիտեմ, երկրից 1000 բան կարա, այդպես չեմ կարող ասեմ։ Դուք նաև Արցախի մասին երգ ունեք, ինչ արձագանքներ եք ստանում։ Շատ ուժեղ, մանավանդ արցախցիքից, հիշում եմ առաջի տարին երգի։ Զարմացել էին, գայս են ինձ հարցնում են դու Արցախից ես, դու արցախցի ես։ Ասում են ինչի պետք է մենակ արցախցին կարա Արցախի մասին երգի։ Այդ տենց բանել կա մծրած ժողովրդի մեջ, ոնց իրար տենց վատ բաներ ասելով, այս արցախցի է, Ղարաբաղից է, ոնց որ չսիրեն իրար, ասում են ժողովուրդը էլի։ Դրա համար ես այդ երգն էլ եմ հենց գրել համ նրա համար, որ ես իմ Արցախը կորցրեցի, որտեղ Արցախը մենակ արցախցիքին է, չի Արցախը մերն էլ է։ Համ էլ որ մարդիկ հասկանան, որ լեննականցի արցախցի էջմիածնեցի սաղ հայ են։ Իրար հետ պետք է տենց սիրեն իրար։ Էջմիածնում էլ վատ հայ կա, լեննականում էլ կա, բայց իրար չեն սիրում։ Դա մեծ խնդիր է մեր համար Հայաստանում, ամենացավոտ բաներից մեկն է։ Ես էլ արցախցիքին միշտ ասում, ես արցախցի չեմ, բայց Արցախը իմն էլ է։ Ես ձերպես հայ եմ, որ ցավում եմ դրա համար։ Կարծրատիպ է։ Մեզան տարածված ամենավտանգավոր կարծրատիպերը որոնք են ձեր կարծիքով։ Շատ են կարծրատիպերը։ Հենց ամենափոքր բանից, որ թվա կարևոր չի, բայց իմ համար շատ կարևոր է, որ օրինակ ես հայկական ռեփ չեմ լսում, ես ամերիկական եմ մենակ լսում։ Օրինակ դա իմ համար հասարակ արտահայտություն չի, ու մենակ ռեփին չի վերաբերվում, դա մտածելակերպն է հայի։ Ինչ է նշանակում, օրինակ ես հայկական ռեփ չեմ լսում։ Ես օրինակ ռեփ եմ գրել Արցախի մասին կամ զինվորների մասին, մեր ուրատեղես երգը, այդ ռեփը լսելու արժանի չի, դա խոսք է, չէ, որ ես հիշատակ մեր զոհված տղերքի դու դա չես լսում, դու ռուսական ես լսում, օրինակ։ Երբ որ դու ժամանակ հարցնում ես դու լսել ես հայկական ռեփ, ասում ես չէ, հայկական ռեփ չի կարող լինի, օրինակ։ Այդ կարծրատիպերից մեկն է, դու մենակ ռեփի մասին չի խոսքին, սաղ ոլորտներում տենց ինչ որ օտարամոլ ամենավատ գիծը հայերի մեջ, որ ես իմ համար ամենավատ գծերից մեկը օտարամոլությունն է, որ ավելի շատ տենց կարող է դրսից ինչ որ արտիստ գա, որ չգիտես ով է, ոչ չես ճանաչում, բայց իրանք իրանից մեծարեն, բայց իրանից ավելի լավ արտիստ ունենք, օրինակ Հայաստանում հաստատ լիքը, բայց իրանց չեն գնահատում, բայց որ ինչը դրսից է, իրան կարելի է, որովհետև ինքը դրսից է։ Դա ամենամեծը ցավոտ այդ օտարամոլության գծերն է, որ իմ համար ամենաանընդունելի բաներից է։ Շատ տենց բաներ կան, որ խորանամ։ Այսպեսի միտք եք ասել, որ մարդու հետ երբ զրուցում եմ, հետաքրքրվում եմ, եթե հնարավորություն ունենար կուզենար դրսում ապրել, եւ եթե ասում եմ չէ, ես հասկանում եմ, որ մենք կարող ենք ընկերներ լինել, ընդհանուր ճանապարհ ունենալ։ Միշտ իմ այլ տենց եմ, չեմ փոխվել, այդ առումով միշտ էլ տենց եմ եղել։ Դու տենում եմ ասում են հեսա թողում եմ այդ համստուց դե ինչ կա բան, ես ոնց որ հայրենիքի հանդեպ վիրավորական բան ասի։ Իմ մոտ տենց է, ոնց որ ասի դու էլ հելի գնա դու ես մնացել բան տենց։ Կամ խի ռուսերեն չես երգում։ Այդ որ ինձ ասում են խի դու ռուսերեն չես երգում, ահա որ ջղայնանում եմ, պրոստը ինձ պահում եմ այդ ժամանակ, որտեվ ինչի ես ռուսերեն, ասենք սաղ ռուսերեն երգեն, սաղ անգլերեն երգեն, մենք մեր մոտ ոչ արտիստ մնա, տենց կարելի ասենք մեր դերասաններին էլ ասել խի ռուսերեն չես խաղում, ռուսական կինոներում խաղա ու վերջ։ Օտարամոլության էլի պահն է, էլի, ես դու որ ասում եք հետաքրքրվում եք որ Հայաստանից կգնար թե չէ, հենց այդ օտարամոլության պահն է։ Օտար բաներ ավելի շատ են սիրում, օտար ազգի համար կգնան, չգիտեմ, օտար ծեր տատիկը պահեն, բայց Հայաստանում այտենց աշխատանքով չեն զբաղվի, կասեն դա ստորացուցիչ է, օրինակ։ Երկրի համար ոչ մի բան չեն անում, ուզում են երկրից գնան սա։ Վերջին տարիներին երիտասարդների շրջանում թմրամոլությունն է շատացել։ Դուք ինչպես եք բացատրում դա։ Դուք ավելի շատ եք շփվում հավանաբար։ Ես դրա համար երգ եմ, ես չգիտեմ ոնց բացատրեմ, բայց ես դրա համար երգ ունեմ։ Փոքր աղբերը սա վերնագիրը, որտեղ բացատրում եմ նոր սերունդին, որ լավ բան չի, որ հեռու մնան։ Իմ կողմից մաքսիմում ինչ որ ես կարամ ոնց պայքարեմ, դա ես մտածում եմ, որ մշակույթով, մանավանդ երաժշտությամբ ավելի ուժեղ կարաս ազդես մասաների վրա, քան թե, չգիտեմ, օրինակ մշակույթի այնտեղ նախարարությունը, ավելի ուժեղ դու կաշխազդես, ու ես այդ իմ կողմից անում եմ, բայց թե
Հա, շատ է շրջանառվում, շատ դեռահասները, ասենք, նարկոտիկ, բան, ես գիտեմ այդ ամեն ինչը, բայց բացատրել չեմ կարա։ Ինձ թվում է այդպիսի երկրներում է տենց, որտեղ ես Ֆրանսիայում եմ, այնտեղ էր տենց։ Հայաստանում վերջին տարիներին անհամեմատ շատացել է, հա, շատացել է, հա։ Ես չգիտեմ, ես օրինակ մտածում եմ ծնողի գործոնն էլ կա։ Խի փոքր ժամանակ չէի օգտագործում, որտեղ չգիտեմ, գիտեի որ վատ բան է, գիտեի որ papayin դուր չի գա, գիտեմ իմ հետ խոսացել են այդ թեմայով, օրինակ ինչ է կարելի, ինչ չի կարելի, ինչն է սխալ։ Ես մտածում եմ, որ երեխայում դի ժամանակ պրոստը տրամադրես, ճնես չի 100% ծնողից է կախված, բայց շատ է կախված ծնողից։ Ինձ թվում է պետք չի մեղադրել ոչ թմրանոց ծախողին, ոչ թմրանոցի մասին ինչ-որ ռոպագանդա անողներին։ Ես պետք է մեղադրել ծնողներին, երեխեքին, չգիտեմ, բայց ոչ ուրիշին, երրորդ կողմին չեն մեղադրում, էլի։ Ոնց որ ինչ-որ աղջիկ անբարոյականությամբ զբաղվի, ասեն շրջապատներ, բայց ինքն է, չէ, մարդն է ինքը այդ քայլին գնում։ Ես չեմ մտածում, որ երրորդ մեղադրվելու կողմ կա ստե, էլի։ Դաստիարակություն, շրջապատ, թող զբաղվեն իրանց երեխեքով։ Խի 13 տարեկան երեխան պետք է կարենա մտնի ինչ-որ սայթերը տեղից պատվիրի գնա վերցնի, ուրեմն լավ չեն զգում։ Ես տենց եմ մտածում, որ ծնողը պետք է շատ խիստ լինի ու ուշադիր լինի նա երեխան ինչով է զբաղված։ Համացանցի դերը այդտեղ։ Հենց համացանցն է առաջինն, ամենաառաջին տեղում։ Նախ համացանցով էլ ձեռք են բերում, այնպես չի գնում են ինչ-որ խանութից առնում են։ Ժամը պետք է ուշադիր լինեն 10 տարեկան, 11 տարեկան երեխան ուր է գնում։ Ես տենում եմ 10-11 տարեկան երեխեք, որ փողոցում նստեղ է կանգնած, որ այդ ժամին այդտեղ չի կարող երեխա կանգնի։ Պրոստը դուսնա հələ վատ բան կարող է չի արել, բայց խիա դուսը առանց ծնողի, էլի ես մտածում եմ, որ շատ բան է փոխվել այդ հարցերում։ Ծնողը ուշադիր չի, հնարավոր է դեռ չգիտել, որ երեխան տունը չի, ես դրա վրա եմ հակված։ Չի, ուր է երեխան, դուսնա էլի, հեսա կգա։ Եթե տենց է ծնողների դաստիարակությունն ու ուշադրությունը երեխեքին, թմրամոլություն էլ կլինի, ամեն ինչ էլ կզարգանա Հայաստանում։ Դեպի վատ էլի։ Ռեփով Հայաստանում հնարավոր է վաստակել։ Դե համերգներով կարող է կարենաս, բայց որ ասեմ ռեփը ռաբիզա ու կարաս ռաբիզ երգիչների պես վաստակես ապրես չէ։ Այտենց չի, չէ։ Բայց դա գնում է դեպի դրան։ Ինձ թվում է դա անխուսափելի է, որ մի օր ռեփը արդեն կլինի այնց, որ եկամուտ կբերի ու կապրես այդ դրանով։ Ես կոնկրետ հենց ռեփով չեմ ապրում, չէ։ Դա տենց եկամուտ չի բերում, որ դու կարենաս տենց ապրես։ Ասացիք, որ համացանցում եք վաստակում, հաղորդումներ եք կազմակերպում եւ նվիրաբերությունների միջոցով։ Հա, այդ անցել անգամ եմ ասացես, հա։ Բայց դա կոնկրետ տեսեք ռեփը չի, չէ։ Ասենք եթե ես իմ լայվ եմ անում, լայվի ժամանակ ինչ որ մեր հայերից մեկը կգա $1000 կնվիրաբերի, ենթադրենք։ $1000 նվիրաբերում է քեզ, որտեվ քեզ սիրում է, ուզում է քեզ պատժ կան։ Դա չեղավ, չէ, ռեփն է։ Դա տենց ռեփով ճանաչել է, բայց հենց ռեփը չի բերում այդ եկամուտը։ Փառք Աստծո, Աստված ինձ համել տվել է շատ լավ հետևող մարդկանց, սիրող ինձ ուրիշ ձև վերաբերող, որ իրանց շնորհիվ է, որ ես այսքան բանի հասել եմ ընդհանրապես իմ կյանքում։ Իրանց սատարումը եթե չլներ, ընդհանրապես ես չէի լինի այն մարդը, ով հիմա կամ էլի, դա էլ է Աստծո շնորհքն է։ Նորից։ Եղել են արձագանքներ, որ ձեզ շատ զարմացրել է, կամ հուզել է, կամ ուրախացրել է, կամ զայրացրել է, եւ համացանցային արձագանքներ, եւ անձամբ որ տեսել եք, որ չեք սպասել, որ այդ մարդը կարող է ձեզ այդպես արձագանքել, կամ ձեր այս կամ այն գործին այդքան ծանոթ լինել։ Շատ է եղել, հա, երկ է եղել, շատ, որ դի չես կարա դաժե հաշվես։ Ես դրա շնորհիվ է, որ միտել է ինձ մոտիվացիա տվել, որ թեկուզ դրա մեջ փող չի եղել, բայց ես շարունակել եմ, որտեվ ինձ այնց մարդկանց կողմից եմ արձագանք տեսել, թեկուզ սովորական ապրող ու թեկուզ այնց շատ բարձր պաշտոնների, որ սաղել ճանաչում են, որ բայց չեմ ուզում դից անուններ տամ գլուխ գովամ, ուղղակի որ հարցնում եք ասում եմ։ Եղել է, որ հենց դրանից հետո էլ հասկացել եմ, որ ճիշտ ճամփին եմ ու ճիշտ եմ ամեն ինչ անում ուրեմն։ Ամենամեծ սխալը որն է եղել ձեր կարծիքով, որ արել եք։ Հետահայաց նայում եք, մտածում եք, այդ ուրիշ կերպ կարելի էր անել։ Ես ընդհանրապես այս կյանքում չեմ մտածում, որ ուրիշ կերպ ինչ-որ բան պետք է անեի, եթե սխալ էլ անեի։ Դե այդ սխալներից հետո ես էլի հասկանում ճիշտը որն է։ Ես չեմ կարծում, որ սխալ գոյություն չունենար, ճիշտ գոյություն կունենար, էլի։ Պետք է դու սխալվես, պետք է դու ընկնես, պետք է դու ինչ-որ հիմար բաներ անես, այս կյանքը տենց է դասավորվում, որ դրանից հետո դառնաս այն ինչ որ դու դառնում ես։ Sense չեմ կոնկրետ չեմ կարող ասեմ, ինչ սխալ, բայց հա բոլորի պես ես էլ իմ սխալները ունեմ արած, բայց ես կոնկրետ ասում եմ, ես իմ ինչ տենց ահավոր բան ունեմ արած, չէ։ Բայց այդ սխալները պետք են եղել, ու ժամանակը որ հետել տայի հաստատ նույնը կանեի,
Դա դրանից հետո է ձևավորվում մարդը, էլի, ուրիշ ձև չկա այս կյանքում ձևավորվելու, պետք է սխալ անես անպայման։ Ով չի սխալվել, ուրեմն չի ապրել, եթե 100% դա ճիշտ խոսք է։ Թեկա կպատմեք ձեր կնոջ հետ ինչպես եք ծանոթացել։ Կոնկրետ մանրամասն չեմ հիշի, բայց որ համացանցով Facebook-ով այդ հաստատ։ Տենց եմ տեսել առաջի անգամ։ Ես ինչքան հիշում եմ, ես յան հարցրեցի կուզես տեսահոլովակներից մեկում նկարվես։ Ու տենց է սկսել խոսքից խոսք։ Ասաց այո, թե ասաց ոչ։ Չէ, դե ասաց ոչ, ասել այո։ Ասել այո չի կամուսնան։ Չեմ կարող ասեմ, չէ, տենց չի, որ ով տեսահոլովակում նկարվեր չի ամուսնանա, բայց ես այն մարդկանցից եմ, որ չէին նկարի նախ իմ կնոջը տեսահոլովակում, չեմ ասում այդ վատ բան է, բայց ինձ դուր չի գալի, դուր չի գա որ իմ կինը շուտ տեսահոլովակումս երևար կամ Չեմ ինքն հենց մարդ է, ինձ յան ոչ մի բան չեմ ստիպում, ինքը չի սիրում օրինակ համացանցում նկարներ գցի, տենց բան վիդեոներ, ինքը հենց տենց մարդ է, ի սկզբանե եղել։ Դուք եք այդպեսի դրվագ դրել, որ չսիրի։ Հենց այդ եմ ասում, ես ծանոթանալու ժամանակ ասի բախի նկարներ չունես։ Ասես ես չեմ սիրում նկարներ։ Ինքը այն ձևի է, ոնց որ ես սիրում եմ, օրինակ գիտեք ինքը ինչ չի սիրում, շոփինգ չի սիրում։ Ոչ թե ես յան բան չեմ առնում, չեմ միշտ, ամեն ինչ ինքը ոչ մի բան կարիք չունի, բայց ինքը չի սիրում։ Ասում արի քեզ, չգիտեմ, տանեմ խանութ, քեզ էս բաներ, ասում չէ, հա, ես չունեմ, օրինակ չեմ ուզում, ես ուզում եմ քո հետ ստեղ մնամ օրինակ։ Շոփինգ չսիրող, համացանցում նկարներ չսիրող։ Ես ուզում եմ մեր հերոստատոններին նորից ասել, որ Ֆեկայի կինը Զարան շքեղ կինը, շատ նորաձև հագնված, շատ խնամված եւ շատ սիրուն։ Ֆեկան ասում է շոփինգ չի սիրում, նկարներ։ Հեսա դուք կհարցնեք իրան անձամբ հետո հաղորդումից կտենակ, չի սիրում։ Ես եմ իրան համոզում, ասում արի գնանք քեզ տանեմ ստեղ, դու շոփինգ արա, գնա ինչ ես ուզում, ինչ ուզում ես արա, չի ուզում։ Դա էլ մի քիչ էլ ինձ ներվանացնում է այդ պահը, ո՞նց ես ուզում, էլի շոփինգ չես, աղջիկը շոփինգ չի սիրում։ Հիմա շատ աղջիկներ մի քիչ նախանձեցին Զարային, որովհետև սովորաբար տղամարդիկ նյարդայնանում են, երբ կանայք շատ շոփինգ են անում։ Ես չեմ նյարդայնանում, որովհետև չի նյարդայնացնում։ Դե կարող է տենց չափից շատ կան, չէ՞, հիվանդագին ձև աղջիկներ, որ չգիտեմ, հիվանդագին էլ կա, չէ՞, շոփինգի գնալ օրինակ, դե կարա նյարդայնացնի, դրան էլ եմ նորմալ նայում, որ մարդիկ դրանից կարող է տենց հունից դուրս գան։ Ձեր կնոջ Զարայի ընտանիքը ինչպես ընդունեց ձեզ, ձեր կարգավիճակը։ Միանգամից նորմալ, հենց միանգամից, հենց առաջի իր պապայի հետ ծանոթանալու ժամանակ միանգամից ասաց խնդիր չկա։ Ես սպասում էի, որ կարող է ուրիշ արձագանք լինի, գիտեք այդ կարծրատիպերը հայկական իմ երեխու կողքը պետք է օրոշ տղա լինի, բան, չէ՞, տենց են, չէ՞ ասում երևի հաշմանդամ մարդկանց, որ այդ մեն աղջիկ ուզելու կամ ընդհանրապես չանելս շարունակում խոսակցությունը։ Ասաց խնդիր չկա, ընդհանրապես ես դեմ չեմ, ասի վերջ, այդ էր։ Տենց խնդիրների առաջ չեմ կանգ։ Տեսեք, այդ եմ ասում, այդ էլ է մարդուց գալի, պետք է այդ մարդը այդ ինտելեկտը ունենա, որ տենց ասի։ Մեկ մարդ կա, այդ պայն այդ տղուն կարող է բան չասի, բայց այդ տուն ասի, դու գործ չունես, вообще կապ չունես, այդ գլուխը մտցնեն, որ չի կարելի, որ քեզ առողջ տղա է պետք, քեզ, չգիտեմ, միլիոնատեր է պետք, քեզ հայկական էլի այդ կարծրատիպերն է։ Ֆեկա դուք ամեն դեպքում չեք ծնվել հաշմանդամությամբ 6 ամսական ես հիշում 7 ամսականում պատվաստման բացակայության հետևանքով է առաջացել։ Բայց պատվաստման բացակայության համար էլ բուժքույրներին չեմ մեղադրում, որովհետև ջերմություն եմ ունեցել, այդ ժամանակ էլ չի կարելի պատվաստել։ Եկել են որ պատվաստեն, ջերմություն եմ ունեցել, ասել են կգնանք, թող ջերմությունը անցնի, կգանք։ Ու այդ պերիոդին էլ վարակվել եմ էլի այդ հիվանդությամբ։ Չի եղել փուլեր, որ չարանաք, ամբողջություն ունենաք, ասեք ինչի է այդպես եղել։ Աստծո՞ւմ Չէ, չի եղել այտենց չարանալ, բայց տեղեր կա, օրինակ զգացնել տալիս է, հեսա օրինակ երեխան որ գայս է մոտս, ասենք ուզում է այսյան գրկեմ տանեմ դուրս։ Այդ ժամանակ հասկանում ես, որ ասենք լավ կլիներ որ կարենայի գրկեի, բայց կապ չունի, դրա համար զառան կա, որ կարա գրկի, ամեն ինչ կոմպենսացվում է, հիմա տենց է ստացվում, ինչ անես, բայց այդ ժամանակ մտա այդ միակ այդ քիչ բայրից է, որ ասում եմ ափսոս։ Բայց չարացած չեմ ասում ափսոս, էլի տենց ինչ որ չեմ էլ տխրում, բայց ափսոս։ Կարելի է էլի գրկել երեխան դուրս անտալ, ասենք։ Բայց ես չեմ համարում, որ դա այդ բանն է, որ մարդը դրանից պետք է, չգիտեմ, կոտրվի, ասի, հա, ես ինչ եղավ, բան, նստի սաղորը դրա մասին մտածի։ Այդպես մեծ բան չի իմ համար, էլի։ Եվ հարցեր, որոնք կարճ պատասխան են ենթադրում, բայց կարող եք եւ երկար պատասխանել։ Ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Եթե այդ կարելի է խնդիր համարել, տուն եմ ուզում իմ առանձին տունը ձեռք բերեմ, դա։ Եթե կարողանայիք սահմանել մի կանոն, որին կհետևեին բոլորը։ Միակ բանը, ամենակարևոր բանը, որ ինձ պետք կլներ կուզենայի, որ մարդիկ հետևեն, դա քրիստոնեությունն է։ Ես դրանից ուրիշ ասենք ավելի բարձր գաղափար չեմ տենում։
Քրիստոնյա լինելը, չգիտեմ, Աստվածաշունչ կարդալ, ընկալել ինչ է մեր Աստված ուզում։ Եթե այդ կանոնին կարողանային բոլորը հետևեին, այս աշխարհում մենակ խաղաղություն կլիներ, եթե դա կարողանային անեին, բայց դա մի քիչ ռոմանտիկայի ժանրից է։ Տենց չի լինում, էլի։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն ինչ դուք կաք հիմա։ Հաստատ մենակ Աստված։ Կոնկրետ մարդու հաստատ չեմ կարող ասեմ, մենակ Աստված։ Վստահ եմ, այդ ռեալ եմ, որ ոնց ես զգում եմ, ոնց իմ ու Աստծո կապը կա, ես հաստատ կարամ ասեմ։ Աստված կա ու հաստատ Աստված է օգնել։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Չէի գնա Ֆրանսիա կամ, չգիտեմ, պոլիտեխնիկ չէի ընդունվի։ Ինստիտուտ չէի ընդունվի ընդհանրապես, չգիտեմ, այդ թող վատով չթվա իմ ասածը լսողների համար, բայց ես պոլիտեխնիկն եմ ավարտել ու գտնում եմ, որ անիմաստ վատնում է այդ տարիների, որտեղ ես չդառա այն, ինչի համար որ ընդունվել էի։ Հավե դրա տեղը կարա իր քո սիրած բանով զբաղվեիր, ու ավելի էթիկ ատայելագործված վիճակում լիներ։ Ձեր մայրիկին կարոտում եք հիմա։ Շատ։ Իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկն է, դե մաման է, իհարկե։ Ցավոք սրտի հələ չի կարող գա Հայաստան ու ես էլ չեմ կարող գնամ Եվրոպա։ Խնդիրներ կան թղթերի հետ կապված։ Թե չէ ես տղուս էլ 5 տարի չեմ տեսել, մամային էլ, քրոջս էլ, թե չէ ես հիմա այնտեղ կլինեի հաստատ։ Ինչի համար դες կարող են քննադատել ձեր մեջքի հետևում։ Եսի։ Շատ են ասում, որ կոպիտ եմ խոսում մարդկանց հետ։ Ես չգիտեմ, դա կոպտությունա թե ուղիղ խոսալը հիմա դառել է կոպտություն կամ չգիտեմ, մի քիչ ժամանակներն են փոխվել, մարդիկ են դառել փամփլիկ, ասենք տղերք են հիմնականում։ Կարող է դրանից իմ խոսալը իրանց համար կոպիտ է անցալվում, բայց ես սովորական հայտեղու պես եմ խոսում։ Հետ չտենց չեմ հարմարվում ինչ-որ մեկին ադապտացվում իր այդ խոսած, ուղիղ խոսում եմ, բայց նույնիսկ չի, իմ չափերն ասում մարդուն վիրավորում եմ։ Պրոստը իմ խոսքը նորմալ հայտեղու խոսք է իմ կարծիքով, որը կարա այս փոխված ժամանակաշրջանում կոպտություն ընկալվի։ Դրա համար կարան թիկունքում խոսան։ Հնարավոր է։ Ձեր տարիքին ինչպես եք վերաբերվում։ Ժամանակը ոնց է անցնում ձեզ համար։ Քանի տարեկան եք ձեզ զգում։ Ես ինձ ոնց զգացել եմ, ինչեւ հիմա տենց է զգում եմ։ Ես չեմ հիմա էլի ժամանակները փոխվել են ու ես շատ եմ նկատել, որ մարդիկ արդեն նույն ձև չեն մեծանում ինչ են ժամանակ։ Այն ժամանակվա 35-ը մի հատ էլ թեկուս վիդեոներով դրեք նայեք, ոնց որ հիմա 55 տարեկան ոնց որ լինեն։ Հիմա մի քիչ մարդիկ ուշ են ծերանում, մեծանում, ես չեմ համարում մեծ, 35 տարեկան եմ, դա շատ ջահել տարիք է, բայց հիմա այս ժամանակաշրջանում մարդիկ ուշ են մեծանում, ես դա նկատել եմ։ Այն ժամանակվա 35-ը 80-ականների 35-ը լրիվ ուրիշ է, հմիկվանների նման չի։ Հիմա 35 տարեկան արտիստ օրինակ գիտեմ, որ նոր է սկսել ու ասենք նոր էլ հենց ինքը մտնում է ասպարեզ ու նոր են արդեն ճանաչում, զրոյից սկսում է։ Բայց այն ժամանակը տենց չի եղել։ Եթե նկատել եք ֆուտբոլիստներն էլ հիմա 40-ում, ասենք շատ ուժեղ ֆուտբոլ են խաղում, բայց 15-20 տարի առաջ ֆուտբոլիստ չկար 40 տարեկան։ 30-ից արդեն իրանք չէին էլ կարող խաղային։ Փոխվել է ժամանակները, մարդը երևի ավելի երկար է ապրում հիմա ու ավելի դանդաղ է ծերանում էլի։ Առաջիկայի ամենագլխավոր նպատակը ո՞րն է։ Մենակ տան հարցն է, որ տենց ես իմ առանձին տունն եմ ուզում ունենամ, ուրիշ տենց գլխավոր ամենակարևորը առողջ լինելն է իմ համար։ Դրանից են կողմ ավելի կարևոր բան ես կյանքում չեմ կարծում, որ կա։ Այդ մնացած բաները շատ շատ չի անհանգստացնում, անգամ տան պահը։ Կարևորը ես ու իմ հարազատ ու իմ սիրած մարդիկ առողջ լինեն, ու ընդհանրապես մարդիկ, հայերը, թող առողջ լինեն, Աստված իրանց հետ լինի, մնացածը ինքն իրան ամեն ինչ կլինի։ Ձեր տեսած ամենազդեցիկ տեսարանը։ Բայց հենց հիմա որ ասեցիք, մտքից մի հատ կադր եկավ։ Ես վերջի մի տարի առաջ էր թե երկու չեմ հիշում, մեր զինվորը, որ ադրբեջանցիքի հետ մենակ ամնում, որ կրակում է առաջինը ինքը։ Այդ իմ համար ամենա այդ վերջի այդ ազդեցիկ տեսած բաներից մեկն է, որտեղ դա հայրենասիրության են ամենաբարձր մակարդակն է, որ պետք է հայտեղեն ունենա։ Ինքը օրինակ պետք է լինի մեր ջահելների համար, որ մենակ TikTok թերթելով ու սայթերում հայրենասիրությունից խոսալով չի հայրենասիրությունը, որ իրա նման մարդկանց շնորհիվ է, որ вообще մենք գոյություն ունենք, սայթ ենք կարող մտնենք, կարող ենք ռեփ կարդանք, կարող ենք երգեր հանենք ու ընդհանրապես մեր երկրում ապրենք։ Դա ամենաազդեցիկ տեսարաններից մեկն է իմ տեսած։ Ինչն է եղել, որ դուք արել եք ու դա զարմացրել է, որ դուք դա կարողացաք անել։ Չեմ կարող ասեմ, ճիշտն ասած, որ մեծամտություն չլինի, չհասկացվի որպես մեծամտություն, բայց ես չեմ համարում, որ ինչ որ բան կա, որ ես ուզեմ անեմ,
հետո այդ ռեզուլտատին հասնելուց հետո զարմանալու եմ, ես ընդհանրապես մտածում եմ, որ մարդը ինչ ուզի իր մտքին դնի ու աշխատի այդ ուղղությամբ հաստատ հասնելու ու ես զարմանալի բան չեմ տենում։ Ինչ է պետք դրա համար ֆեկա։ Աշխատասիրություն ու անընդհատ նույն բանը անել, անընդհատ ինչ եթե նպատակ դնել ու անընդհատ անել, ինքը չի ստացվելու միանգամից, բայց ամեն չստացվելուց 20 անգամ թող չստացվի, 100 անգամ, մի տարի, 2 տարի, 3 տարի, բայց ես վստահ աղին կարամ ասեմ, մեկը ստացվելու է։ Բայց չեն լինում դեպքեր, երբ անընդհատ չի ստացվում, դա գուցե նշան է, որ ուրիշ բանով պիտի զբաղվել։ Ինչպես հասկանալ, որ քոննա պարզապես դեռ ժամանակը չի, կամ էլ հետևություն անել, որ գուցե սա իմը չի։ Տենց տարբերակ էլ կա իհարկե, բայց եթե դու շատ ես սիրում ինչ-որ բան կոնկրետ, ինչ-որ նպատակ ես դրել, ես մտածում եմ, որ դու եթե սիրում ես, դու պետք է այդ նայեք, ես մտածում եմ, որ կյանքը ժամանակ շատ են չի հարցնում, կյանքը ինչ իմաստ ունի, կյանքի իմաստը որն է։ Կյանքը իմաստ չունի, կյանքի իմաստը դու ես ստեղծում, ամեն մեկը կյանքի իմաստը ինքն է ստեղծում, իր կյանքի իմաստը։ Դից համատարած կյանքի իմաստներ չեն ելնում, էլի։ Դու եթե ստեղծում ես քո իմաստը ու ցկտում ես դեպի դրան, ես համարում եմ անհնար, եթե դու դի աշխատես այդ ուղղությամբ չհասնես դրան, հաստատ հասնելու ես։ Ես իմ փորձից եմ ասում, ու դրա համար մեկ-մեկ ջղայնանում եմ իմ շրջապատում, թեկուզ իմ ընկերների վրա, որ տենում եմ ինչ-որ նպատակ են դրել, բայց ինչ այդքան էլ չեն աշխատում դրա շուրջ։ Մի անգամից հիասթափվում են, 2-3 անգամ փորձելուց հետո։ Ես էլ ասում եմ, ինձ տարիներ էր պետք է անել այս բանը, որ ես հասել եմ նրան, ինչի հասել եմ, տարիներ, իրանք ասկի 2-3 ամիս չփորձած մարդիկ կես ճամփից հետ են միշտ գնում։ Ես մտածում եմ, որ մենակ աշխատասիրությունն է, էլի, ուրիշ ոչի բան չկա, մարդը իր դրած նպատակի վրա պետք է աշխատի։ Բառեզբուն իմաստով աշխատասիրությունը։ Իսկ կամային հատկանիշներ։ Եթե հենց աշխատասիրությունն է իմ համար, կամային հատկանիշներն են նույն։ Երբ որ դու ընկնում ես, բայց դու հելնում ես, շարունակում ես նույնը, նորից ընկնում ես, նորից շարունակում ես։ Այդ կամային հատկանիշներն է իմ համար։ Ինչն է ձեզ հիմա ամենաշատ ուրախացնում։ Ես որ անկեղծ ասում եմ, իմ ամեն բառը հիմա ինչ ասում եմ, հենց տենց է։ Որ ես արթնանում եմ, տենում եմ, որ ես տեղում եմ, ամեն ինչ լավ է մոտս։ Կարում եմ շարժվեմ, մարմինս տեղում է, միտքս տեղում է, ինձ իմ համար դա երջանկություն է միանգամից։ Պետք չի, որ անպայման ինչ որ վատ բան իմ հետ լինի, նոր սկսեմ գնահատեմ, էլի կյանքը։ Ես արդեն գնահատում եմ ամեն իմ վարքյանը ու մենակ առողջ լինելը ինձ երջանկացնում է, անկեղծ եմ ասում, մենակ առավոտը աչքերս բացում եմ, ես որ տենում եմ ես առողջ եմ, տեղում եմ, ես կամ Աստծուն շնորհակալություն եմ ասում ու կյանքի իր հունով գնում է տենց։ Ես այդքանով կարող եմ երջանկանամ, բայց դա էլ չէ ինդիվիդուալ, մարդկա ավտո չունի, արդեն դժբախտ է, ասում է, ես всё, տներս քանդվա։ Դա կյանքը տարբեր ուղղակի մոտեցումն է։ Կյանքի մոտեցումը պետք է ուրիշ ձև լինի մարդու։ Մարդն էլ հետո չի փոխվում, դա էլ է շատ կարևոր բան։ Մարդը ասում են փոխվի, մարդը չի փոխվում։ Մտածելակերպը, մոտեցումը, ամեն ինչին որ փոխես, մտածելակերպը կարաս փոխես։ Երբ որ դու դա կարողանաս անես, դու էլ կփոխվես, բայց ինձ կոնկրետ երջանիկ լինելու համար շատ քիչ բան է մարդուն պետք իմ կարծիքով։ Ու շատ են բարդացնում կյանքը, էլի։ Մարդիկ արհեստական այդ մոդայի հետևից ընկած, չգիտեմ, սայթերով ինչ-որ բան տենան ուզեն, բան տենց մոռանում են, որ դա սայթերն է, դա իրական չի։ Այն մարդիկ, ովքեր շատ երջանիկ, ապահովված կյանք են ցույց տալիս, հաճախ իրականությունը շատ հեռու է այդ կյանքից։ Փողը երջանկություն չի բերում, դա էլ հաստատ կարամ ասեմ։ Թող լսեն նրանք, ովքեր հենց չունեն։ Եղել է, որ կարող է լինել մի օրում, ասենք, այնքան փող ծախսեի, որ մարդիկ 2 տարում այդքանը հազիվ կարողանան հավաքեն։ Բայց դա երջանկություն չի բերում, ես հասկացա, որ չէ։ Իդեպ այդ մասին կարող են դատել նրանք, ովքեր եւ եղել է որ ունեցել են, եւ եղել է որ չեն ունեցել։ Մենակ ունենալուց հետո կարաս հասկանաս, որ դա չի բերում երջանկություն, ընդհանրապես ոչ մի տիպի կապ չունի։ Դեմի 3 օրը կարող է մի քիչ ուրախ լինես, բայց այդ 3 օրից հետո խելամիտ մարդու մասին է խոսքը։ Հիմա ես չեմ խոսում մի քիչ ցածր ինտելեկտով մարդու մասին, խելամիտ մարդու մասին է խոսքը։ Դու չես կարող դրանով երջանկանաս։ Փողը միջոց է, հա, քո ուզածներն ու կարաս անես, էլի հաճելի է այտենց ապրելը, հա, բայց երջանկության զգացումը լրիվ ուրիշ բան է, էլի, որ կյանքը գնահատում ես, գալիս ես դու դրան, նենց չի, որ ավտո առնելը երջանկություն պիտի բերի, դե պահի տակ որ հաճելի զգացմունքներ, որ դու հա ավտո ունես, լավ, տուն առար, ինչ լավ է, բայց անցավ այդ։
Երջանկությունը մի քիչ ուրիշ բաների մեջ է։ Սոցիալական ցանցերում մարդիկ որքան շատ են ջանում ցույց տալ, որ երջանիկ են, ապահոված են, շատ բաներ ունեն, այնքան ավելի խորքային են խնդիրները այդտեղ։ Ճիշտն ասած, սոցիալական ցանցերում այդտենց շատ երջանիկ մարդիկ ես չեմ տեսել։ Այսինքն մարդիկ, ովքեր շատ ակտիվ են սոցցանցերում, առանձնապես երջանիկ չեն։ Չես կարող ասես, չէ։ Կա մարդ, որ այդքան էլ չի հերիքում իր գաղափարը հասկանալու համար, որ այդ երջանկություն չի։ Հիմա այդ մարդն էլ տենց ուրախ մարդ է։ Բայց ես չեմ համարում, որ մարդ կարա լիարժեք երջանիկ լինի։ Դու ոնց կարաս, չգիտեմ, լիարժեք երջանիկ մարդ լինես, երբ որ օրինակ քո բարեկամներից մեկը մահացու հիվանդ է ու դու չես կարող իրան օգնես։ Չգիտեմ, հենց մի քանի օր առաջ օրինակ ինչ-որ մի սիրածդ մարդկանցից մեկը մահացավ։ Դու չես կարա լիարժեք երջանիկ լինես այս աշխարհում։ Ես չեմ կարծում, որ դա հնարավոր բան է։ Ես համաձայն եմ ձեզ հետ, հատկապես մեր երկրում էլ շատ խնդիրներ կան, դուրս ես գալիս փողոց եւ ամեն անկյունը մի խնդիր ես տեսնում, այլ չասեմ անվտանգային եւ բազմաթիվ այլ խնդիրներ։ Այդ մասին ես էլ եմ շատ մտածել, որ տարօրինակ կլինի էլի ամեն օր այսպես երջանկության մեջ լինես, երբ շուրջդ շատ խնդիրներ կան։ Համաձայն եմ, չես կարա։ Լիարժեք հետո երջանկություն չի ելնում, դες բան չի ելնում, երջանիկ պահեր, տենց հա, բայց լիարժեք տենց երջանիկ աննորմալ է տպավորություն կլինի։ Չեմ պատկերացնում տենց մարդ էլի ես։ Այդ ձևացնում են կամ մի բան այն չի, տենց չի լինում։ Ստեղծագործող մարդկանց ստեղծագործելուն շատ խթանում են խնդիրները, ներքին ապրումները։ Նկատել եք, որ երբ խաղաղ է, լավ է ամեն բան, ավելի դժվար է ստեղծագործել, թե դա միֆ է։ Չէ, միֆ չի։ Նայածում համար, բայց ես ուղղակի մտածում եմ, որ երբ որ ամեն ինչ լավ է լինում, օրինակ հենց վերցնենք Հայաստանը, թույլ են լինում մարդիկ այդ ժամանակ։ Երբ որ դժբախտությունն ալնում ինչ-որ օրինակ 90-ականներին, երբ որ պատերազմ եղավ, վատ ժամանակներ էին, չէ՞։ Տեսեք ինչ մարդիկ իհայտ եկան, օրինակ, չգիտեմ, Մոնտե Մելքոնյան, Բեկոր Աշոտ, չգիտեմ, Անվել Գրիգորյան, հերոսներ են։ Բայց որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ վատ է, մարդիկ, ասենք, ձգտում չեն ունենում։ Պետք է ինչ-որ մեր ազգը ընդհանրապես սովորա միավորվի, երբ որ ինչ-որ մի բան վատ է, երբ որ ամեն ինչ լավ է, իրար են ուտում սախ։ Մեր ազգում միշտ է տենց եղել։ Ես այն պատմությունը լավ ուսումնասիրել եմ, մեր հայոց պատմությունը միշտ է տենց եղել 350-ական 370-ական թվին էլ Պապ Թագավորի ժամանակով միշտ տենց է եղել։ Մեր հայերը հիմա որ զարմանում են, ասում են, էս ինչ են անում, ռուսամետ են, բան, Պապ Թագավորի ժամանակով էլ հունամետ էին։ Ուզում էին Հունաստանից ինչ օգուտեցին, կռվում են իրար հետ, ասենք մեր զորքերի մի մասը միացել էր Պարսկաստանին, Պարսկաստանի հետ եկել էր մեր դեմ կռվում էր Պապ Թագավորի դեմ։ Հիմա է ահավոր թե այն ժամանակ։ Իսկ թվում է այնի պրոստը վերջնա։ Ոնց կարա հայը իր զորքով միանա Պարսիկին, հայի դեմ կռվի։ Իբ որ ասում են հիմա էս ինչ դառան էս հայերը, բան, միշտ էլ էս մեր ազգը տենց է եղել։ Միշտ Պապ Թագավորի ժամանակից Տիգրան Մեծի հենց ժամանակից։ Դրա համար որ մի քիչ լավ ուսումնասիրեն հայոց պատմությունը, չեն զարմանա ամիկվա վիճակներից, էլի։ Ես դրա համար մարդկանց վրա եմ զարմանում, որ առանց մեր հայոց պատմությունը գոնե մի քիչ ուսումնասիրելու խոսում են։ Ինչ դառան, նույնն են հայերը սաղ տեղերն են, նույնն են եղել սաղ ժամանակներում էլ, ցած բերելա, այսպես դրա համար Հայաստանը իմաստս պոուջուրա։ Դա հայի այդ բնավորությունից է եկել, այդ պարակտումներն ու ամեն ինչը միշտ է եղել։ Ճիշտ է ներսից սթափայացքով նայել եւ եթե պետք է քննադատել խնդիրների մասին էլ խոսել ու հատկապես դուք եւ մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն եւ ունեցել են դրսում ապրելու, բայց նախընտրել են իրենց երկրում ապրել, այդ իրավունքը ունեն խնդիրների մասին խոսելու եւ այո, որպեսզի խնդիրները լուծվեն, մենք պիտի առերեսվենք այդ խնդիրներին։ Եվ ձեր սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Սիրելի ֆիլմ, որ տենց մի հատ չեմ կարող առանձնացնել, բայց եթե հիմա մեկը պետք է ասեմ, կարամ ընտրեմ սիրելիներից մեկը ասեմ։ Ճիշտն ասած հայերենով վերնագիրը չեմ կարող ասեմ, Կրիմինալները չծիվն է առաջ տեղը, Գիրքը սիրելի, հենց Պապ Թագավորը այդ գիրքն է, մեկ էլ ինչ հարցեցիք երրորդ։ Երաժշտական կատարումը։ Մի հատ կատարում առանձնացնեմ, Ֆրեդի Մերկուրի Show Must Go On։ Ես էլ եմ շատ սիրում այդ երգը։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։